Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի այս տարվա ծրագրի քննարկումը դարձյալ թեժ մթնոլորտում անցավ։ Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը երեկ կասկածի տակ էր դրել Հայաստանում չափազանց թանկ վաճառվող շաքարավազի մասին Նիկոլ Փաշինյանի պնդումները, հայտարարելով, թե օրինակ Երևան Սիթիում կարելի է էժանց շաքարավազ գնել։ Նիկոլ Փաշինյանը նկատեց. Պարոն Շաբոյան, լավ է չասեցիք։ Երևան Սիթի ամենացածր գները տարածաշրջանում գումարած 3 հատ անվճար լավաշ։ Բայց անկեղծ ասած, եթե այսպես ասեիք, ավելի անկեղծ կլինեիք հանրության հետ, որովհետև ձեր գործառույթը ոչ թե տնտեսական մրցակցությունը, դե ֆակտո գործառույթը, այլ Սերժ Սարգսյանի սահմանած մոնոպոլիաները եւ քվոտաները պաշտպանելն է։ Փաշինյանը հայտարարեց այն, որ Երևան Սիթիում շաքարավազը ավելի էժան է վաճառվում, քան հանրապետության մնացած խանութներում, հենց մենաշնորհի չարաշահման հետևանք է։ Հայաստանում շաքարավազի մոնոպոլիան եւ Երևան Սիթի խանութների ցանցը պատկանում է նույն մարդուն։ Այժմ հանրապետական падգամավոր Սամվել Ալեքսանյանին։ Չէ՞ սա։ Եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում Ալեքս Գրիգի եւ Երևան Սիթիի կողմից, ինչ ասա, պարոն Շաբոյան։ Բայց գերիշխող դիրքի չարաշահումը պոզով պոչով է լինում։ Падգամավորը հակամրցակցային այլ երևույթներ էլ մատնանշեց։ Նորաբաց Քարֆուր սուպերմարկետում եւ Երևան Սիթիում շաքարավազի գները նույնն են։ Բա ինչ ասա, եթե ոչ հակամրցակցային համաձայնություն, պարոն Շաբոյան։ Դուք կարող եք այս հարցով զբաղվել։ Դուք նույնիսկ սրա մասին մտածելու համարձակություն չեք ունենա, որովհետև երբ որ սկսեք մտածել, հենց միտքը չավարտած ձեզ պաշտոնից ընից կհանեն, որ դուք էլ չեք իմանա։ Փաշինյանը ելույթը եզրափակեց դիմելով Արտակ Շաբոյանին, բանավեճը ձեզ հետ չէ։ Որովհետև դուք չափազանց փոքր ֆիգուր եք ձեզ հետ բանավեճի մեջ մտնելու համար։ Իմ բանավեճը ձեր քաղաքական ծնողների հետ է։ Այնպես որ ձեզ խորհուրդ կտամ ընդհանրապես ոտի տակ չընկնել։ Թևան Պողոսյանը զարմացավ, հանձնաժողովի առաջիկա ծրագիրը տեղավորվել է ընդամենը 28 էջի վրա, ընդ որում մեծ մասը նախորդ տարվա ամփոփումն է։ Падգամավորը հայտարարեց, Արտակ Շաբոյանի ներկայացրած փաստաթղթում բացակայում է նաև գործունեության ժամանակացույցը, ինչը օրենքի պահանջն է։ Դրա համար առաջարկում եմ այս փաստաթղթը տանեք, բերեք նորմալ հավուսակային կամ ինչ-որ մի այլ ձևակերպումներով, բայց գրեք, որ գործողությունը, որ ժամկետում երբ եք անելու։ Պետական հանձնաժողովի ծրագիրը խիստ քննադատեց նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, փաստաթուղթը ողորմելի համարելով։ Հրանտ Բագրատյանին չի համոզում Սերժ Սարգսյանի ձևակերպած եւ Արտակ Շաբոյանի կողմից վերաշարադրած արդարացումը, թե փոքր երկիր ենք, մրցակցության հետ խնդիրները դրանով են պայմանավորված։ Ձեզ ո՞ւմ ասել, որ փոքր երկրում մրցակցությունը պիտի վատ լինի։ Գուցե մտածեք ձեր քաղաքական իշխանության մասին, որ խեղդում եք։ Մտածել եք ինչու են, հիմա հասկանում եք ինչու են բոլոր падգամավորները, որոնք բիզնես ունեն, ուզում են դեպուտատ դառնան, որովհետև լավ մի բան հասկացել են, քաղաքական իշխանություն ունես տնտեսական իշխանություն։ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով մենաշնորհային տնտեսության պատասխանատվությունը Սերժ Սարգսյանի ուսերին է, հանձնաժողովն էլ ձախողել է աշխատանքը։ Դուք գիտակցաբար համաձայնվել եք դառնալ Սերժ Սարգսյանի ձեռքում մի գործիք, որը մի կողմից տպավորություն է ստեղծում միջազգային հանրության եւ մեր հասարակության համար, թե իբր Հայաստանում պայքար է մղվում մենաշնորհների դեմ, մյուս կողմից ստեղծել նույն այդ հանցավոր մենաշնորհային գործունեության օրինականացման շղարշը։ Եթե դա է ձեր առաքելությունը, ապա դա շատ անպատվաբեր է։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ասաց, գուցե սխալ է, որ հանձնաժողովի ծրագիրը ներկայացվում եւ պարզապես ընդունվում է ի գիտություն։ Եթե քվեարկությամբ հաստատվեր, գուցե ամեն ինչ այլ կերպ կլիներ։ Բաղդասարյանը կոչ արեց Արտակ Շաբոյանին ավելի լավ պատրաստվել պատասխանելու բարձրացվող հարցերին եւ падգամավորների հետ փոխհրաձգության մեջ չմտնել։ Եվ պարոն Շաբոյան, նաև ձեզ կխնդրեմ, որ ազգային ժողովի падգամավորների վրա կարող է նրանք իրավունք ունեն որպես տանտեր, բայց դուք ձեր մասնագիտական թեմայից մեկ շեղվի, այդ գործը թողեք մեզ, մենք այդ պատասխանները կտանք, դուք անհանգիստ մեկ լինի։ Արտակ Շաբոյանն իր եզրափակիչ ելույթում այնուամենայնիվ անդրադարձավ իր հասցեին հնչեցված կոշտ քննադատությանը։ Ես կցանկանայի նաև որոշ ընդդիմադիր գործիչներին անդրադառնալ, որոնք անհիմն վիրավորում են եւ զրպարտում են, դուք դրա իրավունքը ընդհանրապես չունեք եւ քանի որ ես երեք էլ կոչ արեցի, ցանկանում եմ կրկին կոչ անել, որ ձեր չափը իմացեք եւ նորմալ պահեք, այլապես իմ պահվածքը կլինի ադեկվատ եւ ավել